Ամեն ինչ մարդու ձեռքերում է գտնվում, մարդը ինքն է այդ ամեն ինչը ստեղծում, յուրաքանչյուր տղամարդ կենտրոնանալով ձեռնաշարժության վրա, բերելու է վերջո նրան հասցնի այն մակարդակին, որ ձեռնաշարժությունից ինքը ստանալու է ավելի շատ հաճույք, քան իրական սեռական հարաբերությունների ժամանակ։ Իրական սեռական հարաբերությունների ժամանակ էմոցիոնալ ֆոնը գերակշռող դեր է տանում, այսինքն յուրաքանչյուր տղամարդ ունենալով սեռական ակտ, գիտակցում է եւ հասկանում է, որ այդ սեռական ակտը պետք է բերի հաջողություն եւ բավարարվածություն ոչ միայն իրեն, այլ նաեւ իր կողակցին։ Այսա կոչվում է պատասխանատվություն սեքսի հանդեպ, որովհետեւ եթե տղամարդը չի իրականացնում բոլոր անհրաժեշտ քայլերը եւ ֆունկցիաները, որպեսզի կինը նույնպես սեքսից ստանա համարյա այն նույն հաճույքը եւ օրգազմը, ինչ ինքը տղամարդը, ապա մեծ հաշվով մենք համարում ենք, որ սեքսը ձախողված է։ Եվ սա բերում է նրան, որ տղամարդը սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, խուսափողական վարքագիծ է սա կոչվում։ Սա բերում է նրան, որ տղամարդը խուսափում է սեռական հարաբերությունից, մի օր հայտնում է բժիշկին, ասում է՝ «Բարև ձեզ, բժիշկ, իմ ցանկությունը կորել է, ես չեմ ուզում կնոջս հետ կամ առհասարակ հետաքրքրությունից էլ կորել, չեմ ուզում հարաբերություն ունենալ»։ Էլ չի ասում, որ դա լիբիդոյի խնդիր չի, բժիշկը պետք է լինում շադիր, տարբերակելու համար սեքսի հանդեպ վախը, տագնապը, սեքսից, խուսափողական վարքագիծը ինչի համար է առաջացել։ Սա իրական լիբիդոյի նվազում է, թե սրա հետևում պետք է փնտրել պատճառները եւ գտնել, որ օրինակ կար վաղաժամ սերնաժայթման խնդիր, տղամարդը անընդհատ ունենում էր հարաբերություն, չէր կարողանում բավարարել կնոջը, կինը սկսեց դժգոհություն արտահայտել, ինչը բերեց նրան, որ տղամարդը սկսեց խուսափել սեռական հարաբերությունից։ Այսպիսի իրավիճակներում պետք չի բարձրացնել տղամարդու լիբիդոն, որտեղ երբ մենք բարձրացնենք տղամարդու լիբիդոն, ցանկությունը շատանա, ինքը ելի կունենա հարաբերություն, նորից կբախվի վաղաժամ սերնաժայթման հետ, նորից կինը կարտահայտի դժգոհություն, նորից կսկսվի նույն ուղղակը եւ այսպես շարունակ։ Այդ իսկ պատճառով սեռական խնդիրների լուծման ճանապարհին բազմիցս կրկնել եմ, դա շատ կարևոր նշանակություն ունի հաջորդականությունը եւ խնդիրների ճիշտ դասավորվածությունը։ Այս շատ կարևոր պահ է, ճիշտ դասավորել պացիենտի խնդիրները։ Պացիենտը խառը պատմություններ է պատմում։ Բժիշկ ջան, շուտ եմ վերջացնում, բժիշկ ջան, էլ չեմ ուզում, բժիշկ ջան, բլա, շատ բաներ է պատմում։ Կարևորը դրանք դասավորել ժամանակային հերթականությամբ։ Դա պացիենտը չպետք է դասավորի, դա բժիշկը պետք է ճիշտ նպատակաուղղված հարցեր տալով կարողանա պացիենտի խնդիրները դասավորել ըստ առաջացման հերթականության, սկզբից դեպի մինչև վերջի պահին ինչ խնդիր առաջացել, ինչը թույլ կտա ընտրել բուժման ճիշտ մարտավարություն։